Գիտեք, բլոկադայի ժամանակ ամենաշատը ինձ ինչ էր տխրեցնում, որ սա ընդհանուր հայության հարցն էր ու արցախցիները, արցախահայությունը այդ պահին հանձն էր վերցրել ամենադժվար պատասխանատվությունը, հայտնվել էր առաջնագծում, բայց մարդիկ կային, որ չէին հասկանում ինչա կատարվում ու այդ իսկապես շատ հիասթափեցնող էր։ 90-ականներին սա համահայկական հարց էր իսկապես, հայերի մեծամասնությունը գիտակցում էր ինչ է կատարվում, գաղափարական էր, իսկ 2000-ականներին այդ ամենը շատ թույլ էր, շատերին չէր էլ հետաքրքրում, գիտեք, մարդիկ հոգնել էին եւ այլն, բայց սա այն հարցն է, որ եթե դու հոգնում ես եւ հրաժարվում ես պայքարից, դու չես կարողանում հաղթել։ Եվ այս դիսբալանսը, որ հայության մի մասը կրեց այս ողբերգությունը իր ուսերին, իսկ մյուս մասը ընդհանրապես անցավ կողքով անտարբեր, բերեց այս արդյունքին։ Ու փառք ու պատիվ այն հայերին, որոնք մինչև հիմա Արցախի համար պայքարում են, թեկուզ չնչին ձևով, թեկուզ հասկանալով, որ ինչքան թանկ էր Արցախը եւ ինչքան կարեւոր էր դա։